Ողջույն սիրելի հայրենակիցներ, մենք հաղորդաշարն է եթերում հեռավար կապով ես հարցազրույցի եմ հրավիրել միջազգայնագետ Աննա Աբրահամյանին, ողջունում եմ ձեզ Տիկին Աբրահամյան եւ առաջարկում եմ շատ կարևոր թեմայի շուրջ, իմպիչմենտի թեմայի շուրջ լսել ձեր կարծիքը, դուք լսում եք մեզ, դուք եթերում եք, այո։ Այո, ողջույն, շնորհակալ եմ հնարավորության համար, սիրով։ Եվ ուրեմն միանգամից սկսեմ հարցս, որովհետև գիտեմ կապը բավական բարդ է, այս օրերին հեռավար կապը բավականին բարդ է լինում, բայց փորձենք, որ որոշ տեխնիկական խնդիրներ հաղթահարելով կայացնել մեր հարցազրույցը։ Եվ ուրեմն առաջին հարցս հետևյալն է, վստահ եմ, որ տեղյակ եք, Արթունեք շարժման համակարգող Նարեկ Մալյանը եւ համակիր, շարժման համակիր հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը օրերս խորհրդարանին ներկայացրեցին 107 պատգամավորների թվով նամակ դիմում, առաջարկվում է պատգամավորներին սկսել իմպիչմենտի գործընթաց Նիկոլ Փաշինյանի անվստահություն հայտնելու գործընթաց։ Դա մի գործընթաց է, որը բնականաբար պետք է տեղի ունենա խորհրդարանում եւ ընդդիմադիր պատգամավորների ակտիվ դերակատարմամբ, նախաձեռնությամբ, իրենք պետք է մեկնարկը տան եւ այս առաջարկով նրանք նամակ էին ուղղել խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորներին։ Ես ձեզ տեղեկացնեմ, որ այս թեման բավական ակտիվ քննարկվում է հասարակական, քաղաքական եւ բոլոր շրջանակներում, այդ թվում նաեւ ժողովրդի եւ մեր հարցումների հետ կապված հիմա նաեւ ձեզ կտեղեկացնեմ, թե ինչպես է մտածում է ժողովուրդը։ Եկեք սկսենք հետեւյալ հարցից, գնդակը գտնվում է ընդդիմադիր պատգամավորների դաշտում, ինչպես ասում են, եւ այս օրերին տարբեր մենք կարծիքներ ենք հասցրել արդեն լսել։ Հայտնի է, պետք է հասկանալ հետևյալը, թե արդյոք ընդդիմադիր պատգամավորները ունեն հնարավորություն եւ ունեն ցանկություն, սա շատ կարեւոր է, կա հնարավորություն եւ կա ցանկություն իմպիչմենտի գործընթաց սկսելու համար։ Ես կխնդրեմ, սկսենք եկեք հնարավորությունից։ Ունի օրինակ իր թվականակով 28 պատգամավոր մեծ թիվ ունեցող որպես ընդդիմադիր խմբակցություն Հայաստան խմբակցությունը ունի հնարավորություն սկսելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականի կամ անվստահություն հայտնելու գործընթաց խորհրդարանում։ Խնդրեմ, լսում ենք ձեզ, Տիկին Աբրահամյան։ Կրկին ողջույն, շնորհակալ եմ, այո, ես շատ ուրախ եմ, որ վերջապես երկու բանիմաց եւ գործունակ գործողությունների ընդունակ եւ նման փորձառություն հաջողության պսակված ունեցող անձինք ի վերջո վերցրեցին գործը իրենց ձեռքին, երկուսի էլ ոչ միայն համակիր եմ, այլ եւ ես եւս համամասնակից եմ Արթունեք շարժմանը, Արթունեք շարժման համամասնակից եմ բոլոր այն քաղաքացիները, որոնք 5 տարի շարունակ բոլոր ցույցերին, բոլոր երթերին ամենայն մանրամասնությամբ ոչ միայն մասնակցել են, այլ հետևել են, ուսումնասիրել են եւ որոշակի օրինաչափություններ մենք մեզ համար արձանագրել ենք եւ ես ոչ թե կմոտենամ ձեր տված հարցադրմանը, արդյոք ունի ընդդիմադիր պատգամավորը հնարավորություն կամ ցանկություն, նրանց ցանկությանը անձնական ցանկություններին կամ հնարավորություններին ոչ ոք պարտավոր չէ հագուրդ տալ եւ ընդհակառակը իրենք պետք է շատ խիստ մտահոգվեն, որ 4 տարի, 5 տարի շարունակ արդեն իրենք իսկ իմպիչմենտի պարտականությունը անվստահություն հայտնելու գործընթացի չեն իրականացրել սահմանադրությամբ հաստատված կարգով, այստեղ անձանց եւ ցանկությունների խնդիր չէ դրված, այստեղ խնդիր է դրված ընդդիմադիր ուժի, որ հայցել է բավականին մեծ բողոքի եւ ըմբոստության ալիքի վրա փողոց դուրս եկած ազգին 2022 նոյեմբերի 9-ից հետո համոզել է, որ առանց երաշխիք տալու, առանց որևէ ակնկալիքներ ներկայացնելու եւ ժողովուրդը շատ մեծ սիրով եւ սրտով դա տվել է իրենց, որ նրանք կգնան ազգային ժողով ընտրությունների ճանապարհով եւ կհեռացնեն Նիկոլ Փաշինյանին, այսինքն այն մանդատը, որ մենք նրանց հանձնել ենք, դա իրենց պարտականությունը ավելի մոտից ազգային ժողովի ներսից իրականացնելու համար է։
Եվ մենք 5 տարի է ականատես ենք ամեն տեսակ թատերական ներկայացումների, բացի այս տրամաբանական քայլից, որը ոչ թե պետք է կատարվի զուտ միայն այսպես impeachment, այլ պետք է լինի համընթաց զուգահեռ համադրություն impeachment-ի անվստահություն հայտնելու գործընթացի խորհրդարանի ներսում, իսկ խորհրդարանի դրսում համազգային բողոքի ալիք, ցույցեր, որոնք համակարգվում եւ իրականացվում են այն տրամաբանությամբ, որ իսկապես մեծ խթանումներ կբերեն ճանապարհներին, շարունակական, աճելով գործադուլի, աճելով այն բողոքի այն ցասման, որին մենք ականատես ենք նաև 2020-ի նոյեմբերի 9-ից հետո եւ հետո մի քանի անգամներ հսկայական համազգային ցասման ալիքների ժամանակ, երբ որ մենք տեսնում ենք ինչպես է ցույցը ուղակի ցրվում տուն, դիտավորությամբ ցրվում տուն եւ հետո մեղավոր էր նշանակվում ժողովուրդը։ Այս անգամ ժողովուրդը պարտադրում է, որպեսի իր մանդատը ստացած, իր ձայների շնորհիվ մանդատը ստացած падգամավորները իրականացնեն սահմանադրությունից բխող իրենց պարտականությունը եւ արդյունենք շարժումը իր վրա հանձն է առնում այդ գործողությունների, այսինքն օրակարգ գործողությունների ծրագիր եւ վճռականություն 3 այս կարևոր տարերի համադրությունը։ Այնպես որ մենք իրենց ցանկությանը չենք նայում, իրենք պարտավոր են դա իրականացնել, հնարավորություն իրենք ունեցել են մեր շնորհիվ ստացած մանդատների ստանալու առաջին իսկ օրից, այսքանը ես կարող եմ ասել եւ ես շատ այսպես զարմանում եմ նաև որ իրենք ձև են տալիս, որ ինչ որ անակնկալի են եկել, երբ որ կամ որ իրենք առաջինն են խոսել impeachment-ի մասին, կամ ինչ որ հայտարարություն են ընդունել, կամ ինչ որ չգիտեմ ինչ։ Մեզ հայտարարություններ եւ այսինքն վակրուկ դա օկլը ամեն ինչ բացի բուն սահմանադրությամբ հաստատված ընթացակարգից իրենք չեն ձեռնարկել եւ այդ ընթացակարգի մասին է որ Էդգար Ղազարյանը անընդմեջ խոսում բացատրում է եւ նրանց վերաբերմունքը այն ընդդիմադիրների հանդեպ ում շնորհիվ իրենք ձայներ են ստացել առավել քան առհավատ չէ իրենց բավականին կամահարական վերաբերմունքի եւ դրա մեջ ես բացասական չեմ տեսնում, որովհետեւ ի վերջո հանրությունը թող նրանց իրական դեմքերը տեսնի։ Ես ինչու հարցը սկսեցի հնարավորություններից եւ ցանկություններից։ Հնարավորությունը մեկ բան է, ցանկությունը մեկ այլ բան։ Ինչու հենց հնարավորություն, որովհետեւ այս օրերին մենք Հայաստան խմբակցության падգամավորներից մեկը մյուսի հետևից նրանք խոսում են impeachment-ի գործընթացի մասին եւ մասնավորաբար շեշտում են հենց հետեւյալը, որ ինչի մասին իդեպ կար նշված նաեւ իրենց կողմից տարածված հայտարարության մեջ, որ կան այո իրավական եւ քաղաքական հիմքերը անվստահություն հայտնելու համար, բայց հիմա հնարավոր չէ։ Ահա այսպիսի հայտարարություններ են հնչեցնում եւ բացատրում են հետեւյալ կերպ հնարավոր չէ, քանի որ ձայների թվի խնդիր կա 36 падգամավոր պետք է ստորագրի այդ ձևաթղթի տակ անվստահություն հայտնելու համար, որից հետո նոր կարող է մեկնարկել գործընթացը, թեպետ ես նախաձեռնության անդամներից Նարեկ Մալյանից Էդգար Ղազարյանից մենք բոլորս այլ շեշտադրումներով այսպես մեկնաբանություններ ենք լսում, որ մեկ անձն էլ կարող է մեկնարկը սկսել։ Հիմա ամեն դեպքում իրենք ասում են, չկա այս պահին հնարավորություն։ Այ կուզեմ Տիկին Աբրամյան դրան արձագանքեք։ Ներողություն, ես հասկանում եմ, ես չեմ գտնում, որ իրենց կեղծ ստերի վրա հիմնված, նույնքան որքան Նիկոլն է ստերի վրա հիմնված խոսում, նույն տակտիկայով իրենք են վերաբերվում մեզ բոլորիս, հետո նեղանում են, երբ որ մենք ասում ենք Նիկոլն էլ դուք եք հավասարապես ստախոսներ եք։ Եվ կապ չունի դուք դիտավորությամբ եք իր հետ զուգահեռ ստախոսությամբ զբաղվում, թե ակամա է ստացվում։ Դա երկրորդական է։ Նախաձեռնողները падգամավորները պետք է լինեն, դա պարտադրում է սահմանադրությունը։ Էդգար Ղազարյանը եւ Նարեկ Մալյանը impeachment-ի գործընթացի նախաձեռնողներ չեն։ Մենք մանդատը տվել ենք падգամավորներին, որպեսզի նրանք նախաձեռնեն ըստ իրենց վրա դրված սահմանադրության պարտավորվածության եւ մեկ падգամավորի ձայնը բավարար է, որպեսզի նույն ձևաչափով, նույն բովանդակությամբ ստացված թղթի վրա գրվի վարչապետի միասնական թեկնածուի անուն եւ մեկնարկի գործընթացը։ Մեկ, երկրորդը, երբ որ ասում են հիմա ես լսել եմ, չէ՞, դուք էլ եք լսել, մենք բոլորս ցույցերին մասնակցել ենք։ Հիմա ժամանակը չէ։ Ասում են հիմա ժամանակը չէ, միաժամանակ հրապարակում գոռում են Նիկոլ չկա, հետո մենք այդ չարաբաստիկ նույն շրջանը գործում ենք քայլելով, լապտեր ենք միացնում, գնում ենք տուն։
Այսինքն այդ համադրությունը գործողությունների ծրագիր impeachment-ի օրակարգ եւ ցույցի առաջնորդների վճռականություն այս 3 երնեկները ըստ ընդդիմության 5 տարի է, ես չասեմ 7-5 տարի է, ինչ որ չեն կարողանում այս 3-ը համադրեն։ Առնվազն այստեղ մեր կողմից հարց է առաջանում ձեր արդյունավետության ցենզի համաձայն դուք արդյոք մեր շահերը ներկայացնելու ընդունակ падգամավորներ եք, սա նվազագույնը։ Առավելագույնը, եթե հիմա չի, եթե դու ինչ-որ այդ թուղթը գրել ես խայտառակ, որը իրավաչափ չէ, երբ է ժամանակը, երբեք ժամանակը չի եղել, ըստ ընդդիմության երբեք ժամանակը չի։ Երբ է բա ժամանակը։ Ինչով եք դուք զբաղված 4 տարի, կամ երբ որ ասում են ԿՊ падգամավորները թող միանան, հետո մենք իրենք չեն ամաչում, իրենք չեն ասել, որ մենք կգնանք ազգային ժողովից ավելի մոտից նրանց կհեռացնենք։ Քանի ԿՊ падգամավորների հետ է աշխատանք տարել 4 տարվա ընթացքում ողջ ընդդիմադիր խմբակցությունները։ Իսկ Հայաստան դաշինքի մասին խոսում ենք, սա էլ անընդհատ շեշտեմ, որովհետև անընդհատ Հայաստանում այսպիսի տրամադրվածություն կա, պարտադրում են, որպեսի ընդդիմադիր տրամադրվածություն ունեցող մեծամասնություն կազմող հայ ազգը ինչ-որ sense ընտրի ընդդիմության միջև այս մեկին կամ այն մյուսին։ Մենք ձեզ բոլորիդ տեսնում ենք նույն նավակում։ Մենք էլ ձեզ հետ ենք նույն նավակում։ Անընդունելի է, երբ որ նրանք այնպես են խոսում իրենց ճեպազրույցներում, կարծես իրենք մեզնից անջատ են։ Իրենք ինչ-որ ուրիշ կղզիում են բնակվում, ինչ-որ ուրիշ դիտանկյուն ունեն պատերազմական իրավիճակում գտնվող մեր իրողության հանդեպ։ Իրենց մոտ ինչ-որ շատ խաղաղ, ներքաղաքական քննարկումների փթթուն լեզվին տալու ինչ-որ ժամանակաշրջան է, անընդհատ։ Ասում են 3 ամիս է պետք, որ ցույց հավաքվի, չգիտեմ ինչ է հարկավոր ԿՊԱ-ականներին, կամ ասում են դուք տեսել եք ինչպիսին են այդ ԿՊԱ-ականները, ինչպես կարելի է նրանց այս կողմ բերել, իսկ իրենք տեսել են 2020-ի աշնանը եւ ձմռանը, ում հետ գործ ունեն, որ այդքան վստահաբար վեր կացան եւ ասեցին տվեք մեզ ձեր ձայները, մենք իրենց հետ այդ ԿՊ падգամավորների կգնանք եւ ազգային ժողովի ներսում այնպես կխառնենք իրար։ Իրենք երբևէ խառնել են ազգային ժողովում ներսում, ոչինչ չեն խառնել, իրենք գնում են նրանց հետ շատ հանգիստ, ընկերական պայմաններում ճամփորդությունների, բոլոր հնարավոր ցույցերը, որ պետք է բավականին իրավաչափ բողոքի ակցիաներ իրականացնեն քաղաքացիները, դիտավորությամբ տարել են տապալման, դատախազության շենքին մի մոտեցեք, մարդ է ընկել, ոտքն է վիրավորվել, 3 մետր հետ եկեք այսինչ շենքից։ Իրենք անընդհատ ձվեր մի նետեք ՀՔԾ-ի շենքի վրա, եղել է ցույցը Կիրակի օրը ՀՔԾ-ի շենքում մարդ չկար։ Մենք էքսցեսներ չենք ուզում։ Իրենք միշտ ասել են, իրենք են մեծ խմբակցություն, այդ իսկ պատճառով ամեն շարժում, որ պետք է սկսվի, իրենք ասել են մենք պետք է առաջնորդենք, սա է մեր միանալու պայմանը։ Իրենք երբեք թույլ չեն տվել, որ այլ ուժ լինի համակարգողը առաջնորդողը։ Համակարգողը իրենք են եղել, այս խայտառակ թուղթը իրենք են գրել, եւ ուրեմն հարցումները իրենց են տրվում, որպես մեծ խմբակցություն։ Իրենք երբեք ընտրության արդյունքները, մեր տված ձայները չեն տարել բողոքարկման մինչև վերջ չեն ենթարկել, որովհետև մենք գիտենք, որ Սահմանադրական դատարանում դրված է թուրքական օկուպացիոն ուժի խամաճիկների մի կազմ, որը ամեն ինչ ջրելու է։ Իրենք չգիտեին ովքեր են ԿՊԱ-ականները։ Երկրորդը, ես չեմ կարծում, որ ճիշտ քաղաքական տրամադրվածության բողոքների ակցիաների դեպքում քաղաքացիների կողմից կազմակերպված մենք վայրենիներ չենք, որ մեզ իրենք անընդհատ ինչ-որ տենց դասախոսություններ իրենց համարեն, որ իրենք այնպիսի դիրքում են գտնվում, որ ժողովրդին դասախոսություններ կարդան, վերևից մեզ հասցեագրեն, թե իբրև թե իրենք շատ լավ են տիրապետում ցույցի տեխնոլոգիաների եւ այլն, եւ էքսցեսներ չեն ուզում, ինչ էքսցեսի մասին է խոսքը։ Մենք ականատես ենք լինում, ինչպես էին քաղաքացիները բավականին իրավաչափ կերպով բողոքի ակցիաներ կազմակերպում հատ-հատ բոլոր падգամավորների տների առջև։ Մենք հիշում ենք այդ տրամադրվածությունը Երևանում, ունենք վախենում էին անգամ տներից դուրս գային։ Եվ ամբողջ համացանցը խոսում էր նրանց բոլոր մեղսագործությունների մասին, իրենց դավաճանական գործողությունների մասին։ Սրանք ամեն օր գնում են ազգային ժողով, իրենց վրա Ալենը, Նիկոլը, չգիտեմ ինչ որ անհայտ ծագման հիմարներ, ում դեմ իրենք թույլ չեն տվել, որ քաղաքացիները ճիշտ ակցիաներ կազմակերպեն, որտեղ իրենք են եղել ցույցի առաջնորդները։
Ասել են իջեք ազգային ժողովի ճաղերից, այսինչ բանը մի արեք, այնինչ բանը մի արեք։ Ինքնաբուխ հավաքված քաղաքացիներին խաբել ասել են մենք ունենք անվստահություն հայտնելու փաստաթուղթ, բոլորը ստորագրել ենք։ Չի եղել նման փաստաթուղթ, որտեղ իրենք այդպիսի փաստաթուղթ լինելու համար պետք է լինի միասնական վարչապետի տեխնացու, որպեսզի դրա տակ դրվի ստորագրություն։ Իրենք խաբել են։ Սեյրան Օհանյանը կանգնել է եւ խաբել է բոլորիս։ Եվ ասել է մենք բոլորը ստորագրել ենք, ուղղակի հիմա արդեն ուշ է, այսինքն մինչեւ առավոտյան ժամը 4 ձգել են, ինչպես սովորաբար են անում։ Մարդկանց ուղարկել են տուն, ասել են կգաք առավոտյան շուտ եւ կտեսնեք մենք ինչ ենք սկսել եւ ոչինչ չեն սկսել։ Իրենք վերջին մարդն են, որ որևէ արդարացում կարող են ասել եւ այդ թուղթը որևէ լրագրող, ես խրախուսում եմ չօգտագործեն որպես հիմնավորում, որովհետեւ ինչ է ստացվում, Նիկոլը թելադրում է օրակարգ, ընդդիմություն կոչվածը այդ օրակարգի սահմաններում ֆիզիկի պես ինչ ոտքը կաղգցող քաղաքականություն է վարում, արդեն կապ չունի ինձ համար որևէ տարբերություն չկա, ինչ շահերով են իրենք դրդված, հետաքրքիր չէ, որովհետև ես գտնում եմ, մենք ֆորս մաժորային իրավիճակում ենք գտնվում, եւ այդ օրակարգի սահմաններով պայմանավորված ինչ որ խայտարակ թուղթ է դրվել, ընդ որում իրենց վրա դրվել է դա, որպեսզի իրանք ամենտեղ գնան եւ այդ թղթի շրջանակներում խոսեն։ Մեր դիտանկյունը նա է, որ մենք չունենք տեղավորվելու Նիկոլի օրակարգերում կամ ենթաօրակարգերում։ Մենք առնվազն դրան հավասար ուժով ժողովուրդը ըստ սահմանադրության իրականացնում է իր իրավունքները, իր ներկայացուցչական մարմինների միջոցով մենք այլ օրակարգ ենք թելադրում։ Իմպիչմենտի գործընթացը միակ օրակարգն է, որը չի ստեղծվել, դրա տրիգերը չի եղել Նիկոլի արած հերթական խայտարակությունը, այլ ինքը իրավաչափ եւ միակ ճանապարհն է։ Նրանից ասած ընդդիմության օր առաջ, ժամ առաջ, վայրկյան առաջ ազատվելու։ Իսկ հնարավորությունը հարգելի падգամավորներին ընդդիմադիր պետք է հիշեցնել, ստեղծում են։ Եթե դուք դրա հակառակն եք արել, ընդհակառակը, այնպես է կարել, որ նրանք ազատ ոչ միայն շրջեն քաղաքում, այլ ընդունեն իրենց ցանկացած օրենսդրություն, կատարեն ցանկացած նախաձեռնություններ, որոնք ուղղված են ուղղակի մեր պետականությանը, եկեղեցուն ինքնությանը, եւ սա դեռ չենք խոսում ավականու ընտրություններ Երևանի խամաճիկության մասին, որի արդյունքը եղավ Արցախի հանձնումը, որտեղ իրենք հերթական անգամ փողոցային շարժումը ուղարկեցին տուն, եւ դա բոլորիս աչքի առջև է եղել։ Ինչպես որ չենք հանդուրժում թուրքական օկուպացիոն ուժի ստերը, նույնքան եւ դեռ ավելի շատ, որովհետեւ մեր ձայների մանդատներն են նրանք կրում, մենք չենք ընդունում Նիկոլի օրակարգում տեղավորված ընդդիմության ինչ-որ տենց խայտարակ թղթի պայմանները։ Նման ստերի հանդեպ պետք է մենք կատարելապես անհանդուրժողական գտնվենք։ Լավ, Տիկին Աբրահյան, եկեք այնուհանդերձ հստակ անդրադառնանք նրանց այդ փաստարկներին, հակափաստարկներին, որով իրենք համարում են, որ անհնար է։ Կներեք, այնտեղ փաստարկ չկա։ Այնտեղ կա արդարացում եւ մեղադրանք, այնտեղ ոչ իրավաչափ է, սահմանադրությունը խախտում է իրենց գրված, իրենց պարտականություններից խուսափել է, կատարյալ քաղաքական իրավական պատասխանատվությունից խուսափել է, ամբողջապես սլաքների ուղում է ժողովրդի վրա եւ իրենց վերաբերմունքը կրկնում եմ իրենց գոլեգաների հանդեպ, ում իրենք անձամբ գիտեն Երևան քաղաքում, փոխարենը գնան նստեն դեմ առ դեմ, որևէ մենք չենք տեսել, ես ձեզ ուղղակի կարող եմ նաեւ առաջարկել դուք բերեք մեկ ընդդիմադիր падգամավորի դեմ հանդիման Էդգար Ղազարյանի հետ եւ Նարեկ Մալյանի հետ մենք տեսնենք որոշակի քննարկում։ Իրենք դեմ առ դեմից խուսափում են Նիկոլի պես, Նիկոլն էլ միայն իր մամլոմիջոցներ, միայն իր գրպանում գտնվող ինչ որ լրագրողների բերում նստեցնում է կառավարականում, իբրև թե մամլո ասուլիս է անում, ինքը չի խոսում հակառակ կողմի հետ, իր ոչ մի քպայական չի գնում հակառակ կարծիք ունեցողների հետ չեն նստում, մենք չունենք այդ քաղաքական քննարկման կոնյունկտուրան եւ այդ նույն ձևով մեր հետ վերաբերվում է ընդդիմությունը։ Մեկ վար եւ մյուսը իրենք ստացել են որպես падգամավորներ առանձին նույն բովանդակությամբ թուղթը, որին պատասխանը պետք է տան նույնպես անհատապես իրենց խղճով առաջնորդվելով։ Խմբակցության թուղթը վերցնելը եւ այդ թղթի յետևում պաշտպանվելը իրենց պարտականությունը իրականացնելու անպատասխանատու քայլերի հետևանքներից չի ազատելու։ Մենք բոլորս լրագրողներ, քաղաքացիներ, ընդդիմադիր падգամավորներ, բոլորս պետք է ուղղորդվենք միմիայն սահմանադրությամբ։ Այնտեղ չկա որևէ սահմանադրության հոդվածի, որևէ հղում, որևէ փաստար կարող է անվանվել այն
եզրահանգումը, որի տակ կա սահմանադրական հիմք, օրենսդրական հիմք։ Բոլոր պետություններում այդպես է գործում։ Բացի Հայաստանից, Հայաստանում կա Թայֆայի առաջնորդի քիմքին համաձայն գործող ինչ-որ պատգամավորներ, որ մոռացել են, որ իրենք մանդատը պատգամը ստացել են ժողովրդից։ Եվ իրենց աթոռները պաշտպանելու ես չեմ գտնում, որ այդ թղթի շրջանակում եմ ես պատասխանելու։ Ես ունեմ այլ օրակարգ։ Օրակարգը պահանջում է սահմանադրությամբ սահմանված կարգով պարտականություն ընդդիմադիր պատգամավորի վրա նախաձեռնել անվստահության գործընթաց եւ իր տնային աշխատանքն է։ Անհրաժեշտ քանակի ԿՊ պատգամավորներ, մանավանդ որ իրենք այնքան են վստահել, որ իրենց հետ գնացել են ընտրության, այնքան են վստահում այդ նույն ԿՊ պատգամավորներին, որ պատրաստ են նորից գնալ իրենց հետ իբրև թե ընտրությունների, նորից կրեն։ Ուրեմն իրենք պետք է կարողանային նախապես իրենց կողմ բերել այդ ԿՊ պատգամավորներին, մեր կողմ։ Տարատեսակ մեթոդներով։ Եթե իրենք իրենց տնային աշխատանքը չեն իրականացրել, իսկ ժողովուրդը միշտ ոչ միայն տնային աշխատանքը դեռ մի բան էլ ավել, միշտ ներկա եղել, միշտ գնացել է, միշտ վճռական պատրաստ է եղել, բայց տուն գնալու պատրաստ չի եղել։ Այստեղ հարցը դրանից են իրենք խուսափում։ Ես ձև չեմ տալու, որ իրենց թուղթը ինձ համար ինչ-որ բան է նշանակում։ Եթե կարելի է Տիկին Աբրամյան, այնուհանդերձ հայտարարությունը հնչել է թուղթ, որ դուք ասում եք, նկատի ունեք Հայաստան խմբակցության հայտարարությունը, որտեղ ասում են նախաձեռնողները թող 8 ստորագրություն ապահովեն։ Իհարկե սա հասկանալի է։ Ես ուզում եմ, տեսեք, եկեք այնուհանդերձ նախաձեռնողը անվստահության գործընթացի իրենք պահանջում են Նարեկ Մալյանից այս ընթացքում չեն բերել, ոչ ոք պարտավոր չի իրենց բոտնոցի վրա բերել եւ ինչ որ այսպես տրամադրել։ Ուրեմն իրենք հանցավոր անգործությամբ են զբաղված 4-ից 5 տարի է։ Հիմա դա ամենակարևոր հարցերից մեկն է։ Պաշտպանել են այդ ԿՊ պատգամավորներին։ Հիմա դա այն կարևոր հարցերից մեկն է, որի վրա իրենք պնդում են, ասում են ԿՊ-ն չի գալու, չի մասնակցելու։ Ինչ գիտեն, եթե իրենք որևէ նման գործունեություն չեն իրականացրել, եթե իրենց հարկավոր է ԿՊ-ի հետ գնալ ճամփորդությունների, ստանալ պարգևավճարներ, հանուն ԿՊ-ի պատգամավորների հետ իրենց որոշակի տարատեսակ գործարքների ցույցեր ցրել, կես ժամանոց փողոց փակել, հայտարարել որպես մեդալի արժանի գործընթաց։ Իրենք պարտավորվածություն կրում են ընտրողի հանդեպ, ոչ թե ԿՊ պատգամավորների հանդեպ։ Ես անընդհատ շեշտում եմ իրենք ԿՊ-ի օրակարգի պայմաններում գործող, այսինքն ոչ ժողովրդի օրակարգի պայմաններում գործող այդպիսի փաստաթուղթ են գրել, նույնքան, որքան ասենք Նիկոլի ընդունած փաստաթղթերը ստորագրած այս բոլոր տարիների ընթացքում։ Իրենք չունեն որևէ տեղ ինչ որ մեկին պրետենզիա ներկայացնեն, ժողովրդին պրետենզիա ներկայացնեն, դու ինձ ԿՊ պատգամավոր բեր։ Ոչ, դու ասել ես ինձ մանդատուր, ես քեզ ԿՊ պատգամավոր կբերեմ։ Չես բերել, ուրեմն դու քաղաքական պատասխանատվություն ես կրելու քո հանցավոր անգործության համար։ Հանցավոր է, որովհետև Արցախ է հանձնվել։ Այդ անգործությունը հանցավոր է, որովհետև Նիկոլին իշխանության պահելով Հայաստան է հանձնում։ Եվ իրենց այդ պոպուլիստական փաստարկներ չունեցող, սահմանադրական հիմք չունեցող հայտարարությունը թղթի վրա գրված, որի հետևում իրենք փորձում են թաքնվել, որևէ արդարացում չի տրամադրում, այլ ընդհակառակը ինքնախոստովանանք է ոչինչ չանելու, ինքնախոստովանանք է անգործության։ Իրենց ելույթները խամաճիկին, որ այդպես ասում են, խամաճիկը ի պատասխան իրենց վրա գորգռում է, իրենք էլ տեսանյութեր են տարածում, իրենց թվում է տեսանյութերով իրանք ինչ որ տենց գալու են, ինչ որ ձայն հավաքեն, չի լինելու։ Իրենք գիտեն ովքեր են ԿՊ պատգամավորները, այդ քաղաքակիրթ սահմանադրաբարը, որ շրջանառության մեջ դրեցին, որ իրենք քաղաքակիրթ են, իրենք սահմանադրաբան են, իսկ ժողովուրդը բռնի է եւ չգիտեմ ինչ է, պետք է ցույցի համակարգողներ լինեն այն մարդիկ, ովքեր իրավաչափ բողոքի ակցիաներ իրականացնելու ընդունակություններ եւ ռեսուրսներ ունեն, իրենք չունեն այդ ռեսուրսը։ Իրենք ուղակի միշտ եկել են եւ կանգնել են ժողովրդի գլխին ասելով մենք ամենամեծ խմբակցությունն ենք, մենք պիտի առաջնորդենք։ Ես չեմ ուզում իրենք առաջնորդեն։ Մի անգամ էլ թող իրենք լինեն մեր բոլորի հետ հավասար շարքերում, թող այլ անձինք առաջնորդեն, ովքեր կարողանում են համադրել իմպիչմենտի գործընթաց, գումարած բողոքի ցույցեր, ակցիաներ այնպես, որ դա կլինի անընդմեջ եւ կլինի արդյունավետ, առնվազն մենք կտեսնենք, որ դա ուղղված է արդյունքի եւ ոչ թե ուղղված է մեզ տուն ուղարկելու։ Մենք այլ դեմքեր ենք ուզում տեսնել։ Հատկապես, որ իրենց այդ թուղթը ինքնախոստովանանք է, որ իրենք անգամ 5 տարվա մեջ 8 ԿՊ պատգամավոր չեն կարողացել ազգային օրակարգի սահմաններ բերել։ Եվ իրենք չունեն միասնական վարչապետի թեկնածու։ Չունեն։
Անկամ երբ որ Սրբազան պայքարի ժամանակ հավաքվել է 120,000 անձ եւ պետք է դրվեր այդ թուղթը, իրենք պատը սպառվել են խայտարակ ինչ որ հայտարարություն գրելով, որտեղ կրկին չի եղել միասնական տեխնացուի անուն։ Եվ չի եղել գետ մեկ падգամավոր այդքան ժողովրդի ալիքը փողոցում լինելով, որ կունենար այնքան քաջություն, որ ինքը կվերցներ նախաձեռնություն իր ձեռքին եւ ինքը ազնվորեն եւ անկեղծորեն կներկայացներ, որ իրենց ներքին խոհանոցում իրականում ուղղահայաց է ինչ որ իշխանության եւ որ իրենք անհատական խղճով կառավարվող ուղղորդվող падգամավորներ չեն, այլ շահերի տակ մնացած կերպարներ են։ Պատգամավորների եւ իրենց թղթի մասին հարգանքով խոսելու մասին մենք պետք է տեսնենք ժողովրդի հանդեպ հարգանքով սահմանադրությամբ իրենց վրա դրված պարտականությունները հետեւողականորեն իրականացրած անձինք են։ Այլ ոչ թե մեզ ու ձեզ անող իրենք այնպես են խոսում, կարծես մենք ժողովուրդը այս կողմն ենք բարիկադի, իրենք այն կողմն են, լավ, այդ կողմն եք, ուրեմն դրան համապատասխանել դուք ստանալու եք պատասխաններ։ Լավ, ես ուզում եմ ընթերցել հայտարարությունից հետևյալ հատված, այսօրվա դրությամբ նույնպես տեսանելի չէ նրանց կարողությունը հաջողության համար անհրաժեշտ ընդվզող զանգվածի գեներացման հարցում։ Այսինքն խոսքը վերաբերում է նրանց ասելով ոնց հասկանում ենք պարոն Մալյանին եւ պարոն Ղազարյանին։ Մենք ու նրանք, տեսնում եք, մենք նույնիսկ նույն կողմում չենք։ Այսինքն այդ թուղթը գրելը, բայց չգալ եւ մարդկանցը չզրուցելը, քաղաքացիների ումից իրենք ձայն են ստացել, դա էլ առհավատ չէ։ Ինչ է նշանակում, նրանք ով պետք է իրենց երաշխիք տա։ Փողոցը քանի անգամ բարձրացել է ոչ իրենց նախաձեռնությամբ, ոչ հանուն իրենց, այլ հերթական հողահանձնության ժամանակ, այսինքն Նիկոլի թելադրած օրակարգի պայմաններում։ Իմպիչմենտի գործընթացը սկսելիս, երբ որ դու ունես վարչապետի միասնական թեկնածու, դու ունես падգամավորներ պատրաստ գնալու պայքարի, այսինքն իրենք չեն վստահում, որ մեր ժողովուրդը, ինչպես ցույց է տալիս վիճակագրական տվյալները, ցանկանում են Նիկոլի հեռացում։ Չէ, իրենք մտածում են, որ իրենք չեն կարող, ավելի շատ հասկանալի է, որ իրենք չեն կարող գեներացնել փողոցը, ակնկալում են, որ այդ առաջարկը ներկայացնողները գեներացնեն։ Ովքեր են, ինչ չափանիշով են իրենք ասում, փողոց չի կարող գեներացնել։ Ինպես քաղաքացիներն են գեներացրել այդ փողոցները, ինչի իրանք է փողոց գեներացնողը եղել։ Ումից են իրենք մանդատը ստացել։ Ժողովուրդը իրենց սիրել է, երբ իրենց մանդատ է տվել։ Այդպես չի լինում եւ մեզ ու ձեզ չի կարելի անել, թող նստեն Նարեկ Մալյանի եւ Էդգար Ղազարյանի հետ եւ քաղաքացիների հետ թող նստեն զրուցեն եւ իրենց հրավերք էր տրվել, եկեք կլինի ձևաչափը դուք տալիս եք հարցեր, ձեզ տալիս են պատասխաններ եւ դա թող ձայնագրվի, մենք էլ բոլորս տեսնենք լայվ քննարկում, որ կենթանի մարդիկ ոչ թե բարիկադի հակառակ կողմերում են, այսպես ստուդիայից ստուդիա ինչ որ պատասխաններ է հնչում։ Իջեք այդ երկնքից, իջեք այդ ձեր բարձունքներից, չկա այդպիսի բարձունք։ Բոլոր բարձունքներում ադրբեջանա-թուրքական օկուպացիոն ուժն է կանգնած, որը թիրախավորում է ողջ Արարատյան դաշտը, ողջ Շիրակը, ողջ Սյունիքը, ողջ Վայոց ձորը։ Մենք ունենք գերիներ Ադրբեջանում։ Այս ամեն ինչը թողած, ես այդ խամաճիկ այդ արտակնոցային թուղթը Նիկոլը բերեց արտակնոց դրեց ազգային ժողովում, սրանք էլ արտակնոցի թղթեր են արտադրում։ Ոչ, չի լինելու։ Մյուսի ստախոսության օրակարգում, ինչպես որ ինպես քաղաքացիները երբեք չեն տեղավորվել, սրանց ենթավորակարգում էլ Նիկոլով թելադրված, մենք չենք պատրաստվում տեղավորվել։ Դու 4 տարի չես կարողացել ԿՊ падգամավոր այս կողմ բերել, դու չես կարողացել փողոցը ինքդ գեներացնել, կամ ինչ է նշանակում դուք բերեք, մենք կանենք, ինչ է դա նշանակում։ Դու պետք է բերես, դու պետք է դրոշը ձեռքդ վերցնես, այսինքն ժողովուրդը չի գա Նիկոլ հեռացնելու, ամեն անգամ եկել է ժողովուրդը, դու ես տուն ուղարկել։ Եվ լուրջ ճանապարհ անցած փորձ ունեցող մարդկանց հասցեին խոսել իբրև թե անլուրջ են։ Սեյրան Օհանյանը, որ այսօր ասել եմ նախաձեռնությունը այդ անլուրջ է, այսինքն լուրջ է, երբ որ իր վրա ինչ որ մի ալեն գորգռում է ազգային ժողովում 4-5 տարի շարունակ, դա լուրջ է։ Ուրեմն այլ շարժարիտներ ունի, իրենք սիրում են էկրաններից խոսել, գիտեք, իրենց եկեք հասկանանք իրենց մոտիվը, իրենք թիրախավորում են Հայաստան խմբակցության հետ, դու ամեն անգամ գալիս ասում ես ես եմ առաջնորդելու, որտեվ ես ավելի մեծ խմբակցություն եմ, ու դες խայտարակ թղթերն ես հրապարակում, բա ում թիրախավորեմ։ Չէ, իրենք կասկածում են, ասում են իրենց կասկածները թող իրենց պայ, թե իրենք կասկածող են, իրենք մեզնից մանդատ են ստացել։ Ոնց կարաս կասկածես նրան, ումից դու մանդատ ես ստացել։ Քո որպես падգամավոր գոյությունը պայմանավորված է այդ մարդկանց կամքի դրսևորմամբ։
Չեն դրել ձեզ ծեծի չեն ենթարկել, ասել են օքեյ, գնում ենք ընտրությունների, ընտրություն եք ուզում գնում ենք։ Ուր է դա։ Նրանք այն կարծիքին են, որ թիրախավորվում է Ռոբերտ Քոչարյանը։ Կարծիքի խնդիր չկա, իրենք ում ուզում են թող պաշտեն, մնացած հայազգը այդ պաշտամունքով չի զբաղվում։ Մենք միայն հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդներ ենք։ Իրենք ում ուզում են թող պաշտեն, ինչ ուզում են թող ցանկանան, ինչ ուզում են թող ակնկալեն, իրենք ժողովրդի հետ իրենց կապը, իրենց գործողությունների, պարտականությունների դրսևորումը պայմանավորված է սահմանադրությամբ։ Այլ ոչ թե իրենց սիրով չգիտեմ ում կամ ինչի հանդեպ, մեզ դա հետաքրքիր չէ։ Եթե իրենց առաջնորդը ունի ամենամեծ անտի-ռեյտինգը, մենք չենք նստելու սպասենք, որպեսզի ռեյտինգը աճի, որտեղ այն չի աճում։ Եվ սպասենք, որ սա անդառնալի հետևանքներ ունենա մեր հայրենիքի վրա։ Մենք գերի չենք նստելու իրենց ձեռքը։ Եվ կառաջարկեմ իրենք էլ գերի չնստեն։ Որևէ մեկը մենք մեզ ու ձեզ չանեն, մեր ու ձեր չանեն, մենք ու նրանք չանեն։ Խոսում են եթերներից այդ մարդիկ, այդ չգիտեմ ինչերը, այդ երբ այդ երեխեք, այդ երբ մեզնից առանձնացեք, ընդ որում իրանց շարքերում մարդիկ են, ովքեր ԿՊ-ում են եղել, ովքեր ԿՊ-ի հետ թավիշ են արել, ովքեր ԿՊ-ի հետ միասին այլ կուսակցությունից անգամ լինելով պաշտոններ են զբաղեցրել։ Իրենք թիրախավորում են անհատապես անձանց, ովքեր անընդհատ 7 տարի է շարունակաբար Նիկոլի պոակների եւ նաեւ իրենց պոակների թիրախում են եղել եւ շարունակում են մնալ։ Եթե իրենք արդեն տարանջատում են իրենց մեզնից, ուրեմն այդ մանդատին իրենք արժանի չեն։ Լավ, դուք հետևյալ հարցին կխնդրեմ պատասխանեք, հա, այս ամենը խմբակցության մոտ կասկածներ է առաջացնում նախաձեռնության իրական նպատակների վերաբերյալ, բացի իմպիչմենտից, ինչ նպատակ կարող էր ունենալ Նարեկ Մալյանը։ Ոչ մի նպատակ չկա։ Իրենց կրկնում եմ, մենք չենք կարող սահմանադրությամբ դրված պարտականություն իրականացնելու շեմին կանգնած падգամավորների ինչ որ խոսքեր լսել, որտեղ իրենք ունեն հույս, ցանկություն, ակնկալիք, կասկած, իրենց էմոցիաները որևէ կապ չունեն այն իրողության հետ, որը շատ ֆորս մաժորային կարգավիճակով լուծում է պահանջում։ 5 տարի շարունակ։ Մենք շատ կասկած ունենք իրենց վրա։ Բայց մենք ասում ենք մանդատ ենք տվել բարեհաճեք մանդատից բխող պարտականություններ իրականացնել։ Եվ մի լղոզեք, ինչպես որ Նիկոլն է լղոզում, հայկական հարցը, Արցախի խնդիրը, իրենք լղոզում են անվստահություն հայտնելու գործընթացը, որը իրենց ամենաուղղակի եւ ամենահնարավոր դրա համար էլ գոյություն ունի առհասարակ իմպիչմենտ ինստիտուտը։ Մենք իրավունքի տեսանկյունից պետք է խոսենք, օրենքի տեսանկյունից պետք է խոսենք, իրենք իրենց կասկածները թող իրենց պահեն։ Շատ լավ։ Հիմա եթե ամփոփենք, փաստորեն Հայաստան խմբակցությունը, ընդդիմադիր խմբակցությունը խորհրդարանական հստակ ասում է, եթե իմպիչմենտ եք ուզում, ուրեմն գնացեք գեներացրեք փողոցը եւ ապահովեք ԿՊ-ի անհրաժեշտ ձայները, այսինքն եւ այդ գործը իրենք դնում են առաջարկ անողների վրա։ Մենք հիմա հստակ հասկանանք, հա, իրենք անընդհատ դա են պնդելու, մինչեւ վերջ պնդելու են, ասելու են, ոչ փողոցի գեներացում եք դուք ի վիճակի անելու, ոչ էլ ԿՊ-ին կարող եք համոզել։ Այսինքն իրենք դա ակնհայտորեն Տիկին Աբրահամյան հստակ ասում են, իրենք դա չեն կարող անել։ Մենք եկեք արձանագրենք, որ իրենք խոստովանում են, որ չեն կարող անել։ Միասնական տեխնացու։ Okay, իրենք նաև ասում են, առաջինը իրենք իրավունք չունեն որևէ մեկին ասեն դու փողոց գեներացրու, իրենք նախապայման դնելու իրավունք չունեն, նամանավանդ որ փողոցը գեներացվել է մի քանի անգամ, կրկնում եմ, եւ իրենք ուղարկել են տուն, որովհետեւ չի եղել անվստահություն հայտնելու անհրաժեշտությամբ պայմանավորված փաստաթուղթը։ Իր ամբողջ մանրամասներով, այդ իսկ պատճառով էլ քաղաքացիները առաջարկը ձևակերպել են, գրել են, այսպես ասած, ծամել են, դրել են բերանները, ասում են Բալիկ ջան, հիմա էլ կուլտուր։ Իրենք գետինը պետք է մտնեն, որ այդ թուղթը քաղաքացիները գրել են, այսպես դրել են իրենց առջև։ Իրենք պետք է դա գրեին։ Իրենք պետք է դա մեզ ներկայացնեն, իրենք պետք է լինեն նախաձեռնողը, եթե առաջնորդող ես, ուրեմն պիտի նախաձեռնես, դրոշը ձեռքդ առած, մարդկանց պետք է առաջնորդես, միշտ մարդիկ եկել են, միշտ փողոցը եկել է, բոլորը պատրաստ, անձրևների տակ, ձների տակ, երկրներից տարբեր եկել են, անձամբ ինձ ասել են, կարծում ես որ եկել ես, ուրեմն իշխանափոխություն ա լինելու, հետո էլ ասել են, ով ասեց, որ այս ցույցերը կազմակերպվում էր, որ իշխանափոխություն լինի, բա ինչի համար են մարդիկ գալիս։
Մարդկը ողջ ընտանիքով Ֆրանսիայից եկել է, կովիդով են հիվանդացել, մնացել են հիվանդանոցներում Հայաստանում, այդ ընթացքում Ֆրանսիայում իրենց գործն են կորցրել, տարատեսակ երկրներից այս մարդկանց պատասխանատվությունը քաղաքացիների առջև այնպես է լղոզված իրենց կողմից եւ պայմանավորված իրենց ինչ որ չգիտեմ, այս ինչին եթե չեք սիրում, ուրեմն մենք չենք անի, ինչ որ տենց պայմաններ են դնում։ Ոչ, սահմանադրությամբ եք դուք падգամավոր դարձել։ Մենք ենք ձեզ падգամավոր դարձրել։ Եվ այդ փաստաթուղթը իրենց տրվել է, այս անգամ մարդը ասում է, քաղաքացին, իրեն մանդատ տված քաղաքացին ասում է, չէ։ Առաջ դու բարաթը կբերես, թուղթը կբերես, ես այնտեղ անուն կտեսնեմ ձեր պատրաստակամությունը, ու նոր կգամ ես փողոցում կկանգնեմ։ Տիկին Աբրամյան, ուզում եմ նաև հետևյալ շատ կարևոր հարցի անդրադառնալ, խոսքը վերաբերում է առաջնորդի, հա, հարցին։ Ի վերջո այդ ձևաթղթի վրա պետք է հստակ անուն ազգանուն լինի, ով է առաջնորդը լինելու ընդդիմության։ Սա այն հարցն է, որ ընդդիմադիրները արդեն մի քանի տարի խուսափում են հստակ անուն ազգանուն ասելուց։ Իսկ ժողովուրդը պահանջում է, իդեպ մեր բոլոր հարցումներում ժողովուրդը հստակ ասում է՝ դուրս եկեք փողոց, իմպիչմենտ սկսեք խորհրդարանում, համատեղեք երկու գործընթացը եւ ի վերջո հստակ առաջնորդով կոնկրետ դեմքով հանդես եկեք եւ մենք կգնանք, եթե արժանի է այդ մարդը, ուրեմն կկանգնենք նրա կողքին։ Հիմա ինչպես հասկանալ, որ այս հարցում, առաջնորդի հարցում կա կարծես թե այսպես առանձնապես չի ցանկանում ընդդիմությունը բարձրաձայնել որևէ անուն։ Ինչն է պատճառը։ Չգիտեմ, իրենց հարցրեք, ես խնդիր չունեմ, ով ուզում է թող լինի, թող դնեն, թող այս 4 տարիների ընթացքում 5 արդեն, առավել քան ժամանակ էլ ունեին, տրամադրվածություն էլ եւ ամեն ինչ էլ, իրար հետ իրար խնդիրները պարզաբանելու, մեզ չպարակտելու այսինչ կողմը բռնեք կամ այնինչ կողմը, եւ այնպիսի թիմ ներկայացնելու, որոնք ռեյտինգի խնդիր չունեն։ Այդ հնարավորությունը իրենք առավել քան ունեցել են, եւ իրենց է պետք հարցնել, ինչով եք զբաղված 5 տարի շարունակ, ինչով եք զբաղված։ Եվ Արթուն ենք շարժումը, եթե իրենք որևէ մեկի չեն առաջարկի, կգտնի իր մեջ ինչ-որ մեկին, ես վստահ եմ։ Մենք չենք սպասելու որևէ մեկի, այսպես քմահաճույքին, տեղից կշարժվեն, չեն շարժվի, ինտրիգներ կհյուսեն, հերթական անգամ չեն հյուսի։ Չփորձելը ուղղակի մեղք է։ Չփորձելը այս պահին սա իրականացնել ուղղակի մեղք է։ Լավ, իսկ անվան հետ կապված, օրինակ չի կարող լինել Ռոբերտ Քոչարյանը, կամ թեկուզ որևէ մեկը, կամ այնտեղ կա Արթուր Վանեցյան։ Հա թող լինի, ես խնդիր չունեմ, ես խնդիր ունեմ, որ իրենք պահմտոցի են խաղում։ Հա թող գրեն։ Թող այս խմբակցությունը կամ այն խմբակցությունը տա այդ անձի անունը, մենք էլ տեսնենք իրենք ընդունակ են հանուն հայրենիքի, միաբանվեն եւ այդ գործը գլուխ բերեն։ Թե իրար պիտի քաշքշեն ու սպասեն, որ մենք էլ Ռոբերտ Քոչարյանը հունվարին հրավիրած իր ասուլիսում հստակ հայտարարեց, որ ինքը պատրաստ է 2026-ի ընտրություններին մասնակցելու։ Դա նշանակում է, որ այդ մարդը պատրաստ է իր դեմքով հանդես գալու։ Կնշանակի, որն է պատճառը խուսափել կոնկրետ, ասենք, առաջնորդի անուն, հենց նույն Քոչարյանի անունը հնչեցնելուց։ Պետք է մենք սա հասկանանք։ Գուցե իրենք մոտ կա անվստահություն, թե պատիվ ունեմի մասին է խոսքս եւ թե Հայաստան խմբակցության, որ եթե հնչեցնեն կոնկրետ անուն, Փաշինյանի թիմը, որը պատրաստ է շատ արագ վարկաբեկել, կանցնի գործի, կա այդպիսի հանգամանք, եկեք հասկանանք, հա, թեկուզ, եթե ես չգիտեմ, պատճառը իրենից է պետք հարցնել, ես չեմ գտնում, որ մենք ունենք ընտրությունների շռայլություն, ժամանակ կորցնելու շռայլություն, ինքը 2021-ին էլ էր ասել, որ պատրաստ է, եւ ինքը ունի շատ բարձր անտի-ռեյտինգ, ի հակառակ այն թվերի կամ թիվել չեն ներկայացնում, ի հակառակ այն հայտարարությունների, որ անում են, չգիտես ինչու, իրեն ավելի հավատարիմ, քան ժողովրդի հետ խոսելու ընդունակ ինչ որ падգամավորներ, այդ բարիերը պետք է փլվի, իրենք պետք է թե միասին իրար հետ խոսեն եւ թե ժողովրդի հետ խոսեն, իսկ եթե նրանք նորից նույն ինտրիգներով փորձեցին ստագնանտ իրավիճակ ստեղծել, մենք գոնե առնվազն Արթուն ենք շարժումը դրան չի սпасելու, մենք պարտադրելու ենք, որ այդ երկխոսությունը կայանա եւ մենք լսենք ինչ են նրանք ընդունակ։ Չունենք մենք այդ շռայլությունը, ես 2021-ի ընտրություններից առաջ եմ ասել, գործի
կլծվի ողջ այն ուժը, որ 2021-ին լծվեց, շատ լկտի հայտարարություններ օրինակ ԱՄՆ դեսպանի կողմից, Էրդողանի կողմից, այսինքն մենք չպետք է ստեղծենք այնպիսի իրավիճակ, որտեղ մենք Նիկոլի տերերի կողմից թելադրվող օրակարգի սահմաններում ի պատասխան ինչ որ քայլեր ենք դրսևորում, չի կարելի, պետք է անակնկալի բերել Էրդողանի սիրած հայտարարությունը իրեն գալիս են գիշերով, գալիս են հանկարծակի, գալիս են շատ արագ, մենք պետք է այդ հանկարծակի շատ արագը իրականացնենք եւ շոկի պետք է բերենք, բոլորին ստիպենք, որպեսի մեզ հետ հաշվի նստեն, այլ ոչ թե մեզ մաշեցնելով, հողերը վերցնելով, դիրքերը գրավելով, մեզ տանեն աստիճանական շրջափակման, ինչը ողջ այս ժողովրդի թիվ 1 առաջնային խնդիրն է։ Բոլորն էլ այդ սպառնալիքն են զգում, այդ վտանգն են զգում, եւ թող իրենք իրենց մեջ ուժը գտնեն, ոչ թե ասուլիսներ տան իրենց հարմար լրագրողների մոտ, իրար հետ թող նստեն խոսեն։ Իրենք չեն կարող, մենք իրենց հետ կխոսենք։ Առնվազն կփորձենք դա իրականացնել։ Ես որևէ պարտավորվածություն, որևէ մեկի արչեւ, որպես քաղաքացի, որը միշտ մասնակցել է այս ամենին, 2018-ից ի վեր, ես որևէ մեկի արչեւ որևէ պարտավորվածություն չունեմ։ Իրենք ունեն այդ պարտավորվածությունը սահմանադրությամբ սահմանված կարգով։ Ըստ այդմ էլ պետք է առաջնորդվենք։ Ինչ որ մեկի անհատական ինչ որ ցանկություններ, իղձեր, չգիտեմ, ինտրիգներ եւ այլն ինձ առհասարակ հետաքրքիր չեն։ Լավ, եւ կխնդրեմ պատասխանեք 1-2 հարցի էլ այսօր հանդես է եկել իմպիչմենտի մասին խոսել է նաեւ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, գրեթե շատ նման է ասել, կարելի ասել, հա, ընդդիմադիր հատվածի падգամավորների խոսքին կամ խոսույթին, օրինակ ասում է 7 տարի ՔՊ-ում մարդ են ման գալիս ու տենց էլ չեն գտնի։ Այսինքն երկու կողմներ եւ իշխանությունը եւ խորհրդարանական ընդդիմությունը համոզված են, որ ՔՊ-ից հնարավոր չի լինի բեկորներ պոկել։ Ալեն Սիմոնյանի խոսքից այդպես է ստացվում։ Ալեն Սիմոնյանը շատ հանգիստ, երբ ուզի իրենց հայհոյում է, կարելի ասել ինքը շնորհակալություն է հայտնել խորհրդարանական ընդդիմությանը եւս 5 տարի իր կյանքը Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում երկարացնելու համար եւ շատ մեծ ակնկալիքներ եւ հույսեր է տածում, որ դա կկրկնվի 2026-ին։ Որևէ անակնկալ հայ ազգի համար այստեղ չկա, երկու խումբն էլ գտնվում են շատ այսպես հեկտիկ, ինչպես է, ցայտնոտի մեջ են, որովհետեւ վիճակագրությունը, որ կատարվում է տարբեր երբեմն ԱՄՆ դեսպանատան հովանավորությամբ, երբեմն անկախ վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ հայ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը Նիկոլին չի հանդուրժում, ՔՊ-ին չի հանդուրժում եւ կրկնում եմ այդ ցույցի առաջնորդությունը, որը իրականացրել է Հայաստան խմբակցությունը, միտում է ունեցել մարդկանց տուն ուղարկելու, չի ունեցել վճռականություն, չի ունեցել գործողությունների ծրագիր, հենց Ռոբերտ Քոչարյանը 2022-ի հուլիսին, 2022-ի մայիսի 4-ի իմպիչմենտի տապալումից հետո Հայաստան խմբակցության առաջնորդած ցույցից հետո ասել է ինչ որ մարդիկ մտածում էին, որ այս ցույցը իշխանափոխության համար էր, բայց դա իշխանափոխության համար չէր, մենք մեր արժև դրված ինչ որ նպատակի հասանք։ Նա ասել է Իշխան Սաղաթելյանը, ուղղակի սա մեր երեսին ծիծաղել է, որը մենք չենք հանդուրժելու։ Որևէ մեկը չի եկել փողոց, ով չի մտածել, որ իշխանափոխության համար է եկել։ Այսինքն ստացվում է մենք գալիս ենք իշխանափոխության համար, իրենք գալիս են այլ ձևով, ինչ որ իրենց հարցերը լուծելու համար, հետո նստում են երկուսով ազգային ժողովում տունտունիկ են խաղում, իսկ համազգային ցասումը արտահայտվում է իրենց երկուսի էլ անտի-ռեյտինգներում։ Թե իշխանության հանդեպ եւ թե չընդդիմություն եմ ես իրենց անվանում եւ թե իրենց հանդեպ։ Իրենք չեն պատկերացնում ոչ ժողովրդավարություն, իրենք ոտնահարում են սահմանադրությունը, որովհետև իրենց աշխարհում իրենց պարտականությունները, իրենց մանդատները իրանց տրվել է ոչ թե Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից, այլ ինչ այլ հովանավորների, ում իրենք պատրաստ են ծառայելու, զոհաբերելով թե ժողովրդին եւ թե Հայաստանի Հանրապետության տարածքը։ Իդեպ Ալեն Սիմոնյանը այսօր խիստ այսպես ինքնավստահ հայտարարում էր, որ 2026-ին այո, ինչպես դուք արդեն ձեր խոսքում ասացիք, իրենք ընտրվելու են, իրենք նորից հաղթելու են եւ չգիտեմ ինչ սոցհարցումների էր հղում տալիս, որի համաձայն իբր իրենց վարկանիշը բարձրացել է, շատ ինքնավստահ էր իդեպ։ Հիշում եք 2021-ի 2021-ի ընտրություններ գնալու որոշումից առաջ Ալեն Սիմոնյանը փախել էր Մոսկվայում եւ հայցում էր այստեղ իր ծանոթների այսպես
բարեգործական վերաբերմունքը իր հանդեպ, որպեսի իրենց տանը իրեն թաքցնեն։ Այսինքն ինքը նույնիսկ իրեն ապահով չէր զգում Մոսկվայում 2020-ի նոյեմբերի 9-ից հետո եւ անփոփոխ, եթե չլիներ այդ ժողովրդի եւ Ալենի միջև կանգնած ընդդիմությունը, որը իր թիկնապահի գործն է իրականացնում, Ալեն Սիմոնյանը երբեք այդպես չէր խոսի, մենք այսօր չէինք տեսնի ինքը ազգային ժողովում կանգնի եւ այդպես հրհրա մեր դեմքին Հայաստանը Թուրքիային հանձնելու ուղղված իրենց գործողություններին զուգահեռ։ Այսինքն երբ որ ժողովուրդն էր պայքարը վարում, Ալեն Սիմոնյանը փախած էր, թաքնվում էր, հայցում էր թաքստոց, իսկ երբ որ ընդդիմության հետ է, ինքը իրեն շատ լավ է զգում։ Ինքնավստահ էր խոսում բավական այսօր եւ ուզում եմ ավարտել իր հետեւյալ խոսքով, ասում է մեծ փող է ծախսվում, փող է գալիս դրսից, մեր հյուսիսային հարևանից, նորից ակնարկեց Ռուսաստանին, Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ են սկսում։ Այնքան փող ոչ մի տեղից չի եկել, որքան Թուրքիայից եւ ԱՄՆ-ից լցվել է հանցավոր խումբ, օկուպացիոն ուժ, սահմանադրական կարգի տապալման իշխանազավթում կատարած հողահանձնած դավաճանի կնոջ, երեխաների, դավաճանի սպասարկող ԿՊ ուսապարկերի մեջ։ Որևէ տեղից չի եկել այդքան գումար։ Իսկ եթե հայկական սփյուռքը կապ չունի, որ երկրում է ապրում, կներդնի ազգային ազատագրական պայքարի մեջ, թող իրենք էլ իրենց Թուրքից ստացած փողն էլ բռնվեն մի տեղից, ինքը ոչ թե ապաստարան է փնտրելու, իրենք բոլորը բանտում պետք է նստեն, դա է մեր վերաբերմունքը իրենց հանդեպ։ Հանցագործի տեղը, գողի տեղը բանտն է, վերջ, ազգային ժողովը չէ։ Տիկին Աբրամյան, ամփոփենք, մայիսի 8-ը մինչև ժամկետ է տրված, իմպիչմենտի գործընթացը, որ պատգամավորները խորհրդարանական սկսեն մեկնարկը տան, դժվար է ասել, այս տրամադրությունների մեջ նրանք կգնան այդ քայլին, թե չէ, բայց հերվից դուք դիտարկելով, ի վերջո, ամփոփենք, ուզում եմ հասկանալ, ընդդիմությունը, որը անընդհատ խոսում է, իրենք էլ են ասում, որ այո, այս իշխանությունը քանդում է պետությունը, այո, այս իշխանությունը հանձնեց Արցախը, այս իշխանությունը գնում է հայավոչնչացման ճանապարհով, երկիրը ծախում է, Թուրքիայի առաջ է հիմա դռները բացել, իրենք ամեն ինչ ասում են, եւ ուրեմն որն է պատճառը, իրենք ինչ են անում, որ դա չլինի։ Որն է պատճառը, որ չունեն ցանկություն, դա եմ ուզում, որ ձեր գնահատականը հնչեցնեք, որ ժամ առաջ ազատվենք այս իշխանությունից։ Իրենց է պետք է այդ հարցը տալ, բոլոր լրագրողները իրենց պետք է այդ հարցը տան, իրենք ասում են, վայ մենք ուզեցանք, չկարողացանք, վայ մենք այսպես, վայ մենք այնպես։ Խրոնոլոգիայից են սիրում խոսել, բոլոր ցույցերի խրոնոլոգիան միացրեք, դիտեք, ես դա լայվ ռեժիմով բոլոր ցույցերը միացրել եմ, մենք բոլորս տեսել ենք նույն կադրերը, ես այնտեղ մասնակցել եմ, ես չեմ համարում, որ ես հերվից եմ, ես 2018-ից միմիայն Հայաստանով եմ ապրում եւ ես եմ բացատրել, որ Նիկոլը հանցակազմ է ներկայացնում եւ նրանք հանձնելու են Արցախը, որպեսզի հետո հնարավոր լինի Հայաստանի հանձնումը, ասել եմ դա այն ժամանակ, երբ որ այդպես հոխորտացողները, այդ թվում նաեւ իմ դեմ հոխորտացողները Նիկոլի պատգամավոր էին կամ Նիկոլի հետ համագործակցող կուսակցական ուժ էին, որոնք պաշտոններ էին վարում։ Եվ իրենք երբ որ գալիս մեզ պատմում են ինչ ասեց Նիկոլը այսօր, դրա անհրաժեշտությունը չկա, մարդիկ ականջներ ունեն, աչքեր ունեն, մենք բոլորս գիտենք ինչ անում Նիկոլը։ Կրկնում եմ, իրենք մանդատը ստացել են, որպեսզի թույլ չտան, որ Նիկոլը նման բաներ ասի կամ անի։ Իրենք ոչինչ չեն արել, որը կկասեցնի, որևէ կերպ քաղաքական ճգնաժամ չեն ստեղծել, ժողովրդին միտումնավոր տուն են ուղարկել, որպեսզի Նիկոլը մնա աթոռին։ Այնպես որ լրագրողները իրենց պետք է հարց տան, անտեսելով այդ խայտարակ թուղթը, անհատապես հատ առ հատ ամեն պատգամավոր ըստ իր ստացած մանդատի, որքանով բարեխղճորեն եւ ճիշտ տնային աշխատանք իրականացնելով է ստանձնել Նիկոլին հեռացնելու իր գործը։ Երբ որ ինքը վերեկենում ասում է, ես համաձայն եմ, որ Նիկոլին պետք է հեռացնել, ինձ իր համաձայնությունը չի հետաքրքրում, ինքը պարտավոր է Նիկոլին հեռացնի։ Այդ ես պետք է որոշեմ իր հետ համաձայն եմ, թե չէ։ Ինքը չունի համաձայնելու, ցանկանալու, ակնկալու, երաշխիքներ պահանջելու, պայմաններ դնելու, կասկածներ ունենալու, ինքը ունի պարտականություն իրականացնելու։ Դա է մանդատը տալիս ժողովրդից, ժողովուրդը իր ուժը դնում է իր ձեռքը, որպեսզի նա լեգիտիմ կերպով հեռացնի Նիկոլ Փաշինյանին։ Ինքը միակ հնարավոր գործիքը չի օգտագործում, որպեսզի դա իրականացնի։ Ես էլ անում եմ իմ եզրահանգումը եւ թուղթը գրում եմ, ծամում եմ, դնում եմ բերանը, ասում կուլտուր բալիկ ջան։ Հիմա կամ կուլ է տալու, կամ չի նեղանալու, որ ասում ենք դուք Նիկոլի հետ նույն էջի վրա եք։ Այդ նեղանալն էլ թող մոռանան։ Մեզ իրենց նեղած կոտությունը չի հետաքրքրում, թող թիրախավորեն ուզածի չափ, թող գան տեսանյութերի տակ ինչ ասես գրեն, ես դրան սովոր եմ։
Երբ որ ասում էին Նիկոլը Արցախ է հանձնում, Թուրքիան պատրաստվում է պատերազմի, սիրիական վարձկաններ են մտել եւ այլն, ինչ ասես չի եկել իմ հասցեին։ Պատերազմի ժամանակ սպառնալիքներ է եղել իմ կյանքին, ընտանիքիս կյանքին։ Ինձ առհասարակ հետաքրքիր չէ, որ իրենք պետական ռեսուրսը որպես ընդդիմադիր ուժ օգտագործում են քաղաքացիների դեմ։ Ես ինչպես որ այդ մանդատը իր ձեռքը տվել եմ, այնպես էլ պահանջելու եմ այդ մանդատի իրականացումը։ Թողես լինեմ ամենավատ, չգիտեմ ինչ, ինձ մեկ հարցի թող պատասխանի, ինչու չի նախաձեռնում անվստահության գործընթաց եւ դա հիմնավորի սահմանադրությամբ։ Ոչ թե իր ինչ որ տենց ցանկություն կասկած եւ չգիտեմ ինչով։ Եվ որպես ավարտ Տիկին Աբրահամյան, ինչ քայլեր է անելու, եթե տեղյակ եք իհարկե, Արթուն է շարժումը, ինչ քայլեր պիտի անի մայիսի 8-ից հետո, եթե ընդդիմությունը չգնա իմպիչմենտի ճանապարհով։ Կգնա իմպիչմենտի ճանապարհով, իմպիչմենտը կփորձարկվի անպայման հանրային դաշտ կբերվի նրանց չկամությունը եւ հանցավոր անգործությունը։ Ես վստահ եմ, որ բոլոր հնարավոր այդ կստորագրեն, չստորագրի, միասնական վարչապետի տեխնազուկ առաջարկեն, չեն առաջարկի, այդ բոլորը նախատեսվել է, կրկնում եմ, բացառիկ փորձառու Էդգար Ղազարյանի եւ Նարեկ Մալյանի կողմից։ Ես կտեսնեմ ավելի բիրտ պայքար, ես ապավինում եմ նրանց անցած ճանապարհին։ Եվ մենք կտեսնենք այլ որակի խոսակցություններ պատգամավորների հետ, իրենք չեն ունենա որևէ տեղ թաքնվելու, որևէ տեղ արդարանալու եւ ամեն ինչ կլինի օրենքի սահմաններում։ Ես կասկած չունեմ։ Շնորհակալ եմ Տիկին Աբրահամյան, հետաքրքիր հարցազրույցի համար, վերհիշեցնեմ մեր հեռուստադիտողներին, մենքի հյուրն այսօր հեռավար կապով ես զրուցում էի միջազգայնագետ Աննա Աբրահամյանի հետ, լավ եղեք, կհանդիպենք։